Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 25։ Մազերդ ուղղիր։ Քրիստոսը նկարագրեց վերջին օրերը որպես անհանգիստ և սարսափելի ժամանակներ։ Երկրի վրա հեթանոսները խռովությամբ կտագնապեն, որովհետև մարդկանց սրտերը կնվաղեն վախից և այն բաների սպասելուցը, որ բոլոր աշխարհքի վրա պիտի գա։ Ղուկաս 21:25-26 խոսքեր։ Ո՞րն էր Տեր Հիսուսի դեղամիջոցը գալիք վախի դեմ։ Նա մեզ օրինակ բերեց, թե ինչպես է մեր Հայրը հոգում ճնճղուկների մասին և ինչպես է հաշվում մեր գլխի մազերը։ Նա խոսեց այս մասին իր 12 աշակերտների հետ, երբ նրանց ուղարկեց ավետարանելու Իսրայելի քաղաքներն ու գյուղերը։ Նա նոր էր օծել նրանց դևերին հանելու և բոլոր տեսակի հիվանդությունները բուժելու զորությամբ։ Մի պահ խորհեք, թե որքան ոգևորիչ պետք է լիներ դա աշակերտների համար, երբ նրանց տրվեց հրաշքներ գործելու զորությունը։ Բայց հետո նրանց ուսուցչի կողմից եղան սարսափելի նախազգուշացումներ. դուք ձեր գրպանում փող չեք ունենա, դուք նույնիսկ տանիք չեք ունենա, որ տակը քնեք, փոխարենը ձեզ հերետիկոսներ և սատանաներ կանվանեն, ձեզ կծեծեն սինագոգներում, կքաշեն դատավորների առաջ, կնետեն բանտերը, ձեզ ատելու, դավաճանելու և հալածելու են, և դուք ստիպված եք լինելու փախչել քաղաքից քաղաք, որպեսզի չկարկոծվեք։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես են նրանք աչքերը լայն բացած լսում Հիսուսին։ Երևի նրանց վախ էր պատել մտորումներով, թե ինչպիսի ծառայություն է սա կյանքի ամենամռայլ պատկերներից է, որ ես երբևէ լսել եմ։ Սակայն նույն տեսարանում Տեր Հիսուսը 3 անգամ ասաց իր սիրելիներին. «Մի վախեցեք» Մատթեոս 10:26, 28 և 31 խոսքեր։ Այնուհետև նա նրանց հակաթույն տվեց ցանկացած վախի դեմ։ Հոր աչքը միշտ ճնճղուկների վրա է, ուրեմն որքան առավել ձեր, իր սիրելիների վրա կլինի։ Մեր դժվար ժամանակներում մեզ մնում է միայն նայել ճնճղուկներին և մեր մազերը ուղղել։ Դա մեզ կհիշեցնի, թե ինչպես է մեր Հայրը հոգ տանում մեզ համար ամեն ինչում։